Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժողովրդին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վստահելու եւ կառավարություն ձևավորելու մանդատ տալու համար։ Նախորդող շրջանի, թե քարոզարշավի եւ դրան նախորդող շրջանի Հայաստանի հանրային քաղաքական խոսակցության հիմնական թեման եղել է խաղաղության գործընթացը, արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը եւ Հայաստանի ժողովուրդը վստահել է քաղաքացիական պայմանագրին շարունակելու այդ քաղաքականությունները։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իմ տեխնատությունը առաջադրելու եւ կրկին ինձ այս պաշտոնին վստահելու համար։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ Տիկին Վարդանյան ջերմ եւ բարի խոսքերի համար։ Հարգելի գործընկերներ, նախորդ 3.5 տարիներին պատիվ եմ ունեցել ղեկավարելու 8-րդ գումարման ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Այդ ժամանակահատվածը համընկել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար չափազանց կարևոր եւ առանց չափազանցության շրջադարձային ժամանակաշրջանի հետ։ Այս տարիներին ձևակերպվել եւ առաջ է մղվել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության հայեցակարգը, ձևավորվել են խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքները եւ այդ սկզբունքները քաղաքական հայտարարություններից աստիճանաբար վերածվել են գործնական քաղաքականության եւ արդյունքների։ Որպես հանձնաժողովի նախագահ հիմնական խնդիրներից եմ համարել աջակցել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրագործմանը, ներկայացնել եւ բացատրել այն մեր միջազգային գործընկերներին, ձևավորել դրա շուրջ հնարավորինս լայն համախոհություն երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական հարթակներում եւ դրանով նպաստել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդմանը։ Եվ ձեր վստահությանը կրկին արժանանալուց հետո շարունակելու եմ սա համարել իմ աշխատանքային առաջնահերթությունը։ Այս աշխատանքի առանցքային ուղերձն հետևյալն է. Հայաստանը հուսալի, կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր է, Հայաստանը սպառնալիք չէ որևէ պետության համար եւ չի կարող իրեն դիրքավորել որպես այդպիսին։ Հայաստանի շահը խաղաղ, կայուն, փոխկապակցված եւ համագործակցային միջավայր ունենալն է։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն ապացուցել էր արդյունավետությունը։ Հետևաբար խորհրդարանական դիվանագիտության մեջ եւս անհրաժեշտ է հետևողականորեն առաջնորդվել այս ռազմավարությամբ։ Խաղաղության հաստատումից հետո դիվանագիտությունն ու արտաքին հարաբերությունները Հայաստանի անվտանգության ապահովման եւ ռիսկերի կառավարման առաջնային գործիքներն են։ Եվ այս հարցում ազգային ժողովն ունի իր կարևոր դերակատարումը։ Միջազգային հարթակներում ներկայացնելու Հայաստանի դիրքորոշումները, աշխատելու գործընկեր խորհրդարանների հետ եւ մեծացնելու Հայաստանի շուրջ վստահության եւ համագործակցության միջավայրը։ Միաժամանակ խաղաղությունը մեզ համար ստեղծել է բոլորովին նոր հնարավորություն եւ միջավայր արտաքին հարաբերությունների կոնֆրոնտացիոն բնույթը աստիճանաբար փոխակերպելու համագործակցային արտաքին քաղաքականության։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքական ռեսուրսի զգալի մասը օբյեկտիվորեն կենտրոնացած է եղել մեկ գերակա խնդրի՝ հակամարտության կարգավորման եւ խաղաղության հաստատման վրա։ Այսօր երբ խաղաղությունը փաստ է, մենք հնարավորություն ունենք մեր դիվանագիտական եւ քաղաքական ռեսուրսի ավելի մեծ մասը ներդնել զարգացման, տնտեսական համագործակցության, փոխկապակցվածության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, կլիմայի փոփոխության եւ այլ գլոբալ օրակարգերում։ Եվ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն տեսանելի են։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչը տարածաշրջանացումն է։ Դրա նպատակը շատ հստակ է՝ Հայաստանի համար սեփական տարածաշրջանում առանց արտաքին միջամտության ապրելը դարձնել ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ։ Սա նշանակում է հարաբերությունների հետևողական զարգացում մեր անմիջական հարևանների Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ իմ առաջնահերթություններից մեկը լինելու է այս երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ինստիտուցիոնալ ամրապնդումը։ Վրաստանի եւ Իրանի հետ մենք արդեն ունենք բարձր մակարդակի միջխորհրդարանական հարաբերություններ եւ մեր խնդիրն է նոր բովանդակությամբ հարստացնել այդ համագործակցությունը։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի օգոստոսի 8-ից անցել է 1 տարի եւ խաղաղությունն արդեն ոչ միայն քաղաքական նպատակ է, այլ գոյություն ունեցող իրողություն։ Բայց ինչպես ընդունված է ասել, խաղաղությունը իրադարձություն չէ, խաղաղությունը գործընթաց է։ Եվ այս գործընթացն ունի հստակ պարամետրեր։ Մեր խնդիրն է խաղաղությունը դարձնել ինստիտուցիոնալ եւ անշրջելի, եւ բնականաբար այս հարցում մեր հիմնական խոսակիցը Ադրբեջանն է։ Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը մեր գլխավոր առաջնահերթություններից է
եւ ես լիահույս եմ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւ այս խորհրդարանը տեսանելի ապագայում հնարավորություն կունենա սկսել համաձայնագրի քննարկումները եւ ավելացնել այն։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների եւ բանակցությունների հաջորդ կարևոր ուղղությունը սահմանազատման գործընթացն է եւ դա ավարտին հասցնելը, հիմք ընդունելով ազգային ժողովի կողմից վավերացված կանոնակարգը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, խաղաղության խաչմերուկ եւ թրիփ ծրագրերի իրականացումը հաջորդ կարևոր ռազմավարական ուղղությունն է եւ այս առումով գործընթացներն արագ առաջ են ընթանում եւ հույս են ներշնչում, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք առավել փոխկապակցված տարածաշրջան։ Ցավոք, մինչ օրս օրակարգում է շարունակում մնալ նաև գերիների եւ պահվող անձանց ազատ արձակման հարցը, որն ինչպես նախորդ ժամանակահատվածում, այնպես էլ մինչև այդ հարցի լուծումը շարունակելու է մնալ իմ խորհրդարանական գործունեության կարևոր խնդիրներից մեկը։ Տարածաշրջանացման քաղաքականության հաջորդ կարևոր բաղադրիչը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է։ Չնայած նախորդ օրերին այս դահլիճում գործընթացի վերաբերյալ հնչած հոռետեսական պնդումներին այս գործընթացն առաջ է գնում։ Կան արդյունքներ եւ կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Գյումրի կարճ երկաթուղու գործարկումը էականորեն կփոխեն ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունները, այլև Հայաստանի տարածաշրջանային միջավայրը։ Ես ի նպաստ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի պատրաստվում եմ ջանքեր գործադրել այս երկրների խորհրդարանների հետ կապերի հաստատման եւ զարգացման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափերի միջոցով։ Տարածաշրջանացումը, սակայն չի սահմանափակվում միայն անմիջական հարևանությամբ։ Մենք ունենք միջխորհրդարանական հարաբերությունների դեռևս չիրացված մեծ ներուժ Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի եւ ավելի լայն տարածաշրջանի երկրների հետ։ Ղազախստանի, Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի եւ տարածաշրջանի այլ պետությունների հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը պետք է դառնա մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը։ Նույնը վերաբերում է Հնդկաստանին, որի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին խորանում են եւ ձեռք են բերում նոր բովանդակություն։ Նախորդ տարիներին Հայաստանը ռազմավարական գործընկերություն, երկխոսություն կամ օրակարգ է ձևավորել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Եվրոպական միության, Գերմանիայի եւ Լյուքսեմբուրգի հետ։ Այս փաստաթղթերի մեծ մասում որպես ակնկալվող արդյունք է նախանշվում միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, եւ բնական է, որ այստեղ մենք անելիք ունենք։ Նույնը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմինների հետ մեր աշխատանքին ուղղված փոխշահավետ եւ կառուցողական հարաբերությունների շարունակմանը եւ զարգացմանը։ Առանձնահատուկ կարևորություն ունի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը, ակնհայտ է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական հարաբերությունները հատկապես վերջին 2 տարիներին զարգացման բոլորովին նոր բովանդակություն են ձեռք բերել, ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնոլոգիաները, էներգետիկան, տնտեսական համագործակցությունը եւ հաղորդակցությունները եւ քաղաքական մակարդակում այդ հարաբերությունները հետագա ամրապնդման տեսանկյունից շարունակելու են ազգային ժողովի եւ ԱՄՆ կոնգրեսի ակտիվ համագործակցությունը։ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններն այսօր ավելի մոտ ու սերտ են, քան երբևէ, այդ թվում միջխորհրդարանական հարաբերությունները, ինչպես Եվրոպական պարլամենտի, այնպես էլ անդամ երկրների եւ եվրոպական այլ երկրների խորհրդարանների հետ։ Այս ուղղությամբ նախորդ տարիներին հսկայական աշխատանք է կատարվել, առանձին համագործակցություն է ձևավորվել Մերձբալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների հետ։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը մտադիր է շարունակել իր անդամակցությունը եւ ակտիվ աշխատանքը զարգացնելով առևտրատնտեսական հարաբերությունները կառույցի անդամ երկրների հետ։ Ես երկար կանգ չեմ առնի ԵՄ եւ ԵԱՏՄ հարաբերությունների քննարկմանը, հաշվի առնելով, որ ազգային ժողովը հնարավորություն կունենա անդրադառնալ այդ հարցերին համապատասխան գլխադասային ազնաժողովների նախագահների ընտրության ընթացքում։ Մի քիչ խոսեմ բազմակողմանիությունից։ Բազմակողմանիությունը կամ մուլտիլատերալիզմը իսկապես այսօր իր հեշտ ժամանակները չի ապրում։ Միջազգային ինստիտուտների արդյունավետության վերաբերյալ հարցերը շատ են, բայց կարծում եմ բազմակողմանիության մասին, մահվան մասին լուրերը չափազանցված են։ Առավել եւս խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից։ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություններում, եվրոպական քաղաքական համայնքում եւ այլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում այդ կառույցների խորհրդարանական հարթակներում։ Պետք է արդյունավետ օգտագործենք նաեւ նոր հարթակները եւ հնարավորությունները խաղաղության խորհրդից մինչեւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործակցության հեռանկարները։
2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում է անցկացվելու կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի COP17 համաժողովը։ Սա շատ լավ օրինակ է, ինչի մասին ավելի վաղ խոսում էի։ Հայաստանը միջազգային հարթակներում ներկայանում է ոչ միայն սեփական խնդիրներով, այլև պատրաստ է պատասխանատվություն ստանձնել գլոբալ խնդիրների լուծման համար։ Այս տեսանկյունից նաև շրջադարձային էր եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում այս տարվա մայիսին։ Հարգելի գործընկերներ, եթե ձեր վստահությամբ կրկին ստանձնեմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, իմ աշխատանքում շարունակում եմ առաջնորդվել հանձնաժողովի բնականոն, ինստիտուցիոնալ եւ հնարավորինս ներառական գործունեությունն ապահովելու սկզբունքով։ Նախորդ տարիների աշխատանքը ինձ տվել է բավարար փորձ եւ գիտելիք համակարգելու միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի գործունեությունը, զարգացնելու համագործակցությունը այլ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ, շարունակական աշխատանք տանելու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ սահմանված կարգով ազգային ժողովին ներկայացնելու մեր աշխատանքի հաշվետվությունը։ Իմ պատկերացմամբ առաջիկա տարիներին մեր խորհրդարանական դիվանագիտության նպատակը պետք է լինի հետևյալը. օգնել Հայաստանին ապրել խաղաղ, կանխատեսելի եւ համագործակցային տարածաշրջանում, ունենալ հնարավորինս լայն եւ հավասարակշռված միջազգային հարաբերություններ եւ լինել ոչ թե միջազգային գործընթացների դիտորդ, այլ այնտեղ, որտեղ ունենք հնարավորություն եւ կարողություն մասնակից դառնալու այդ գործընթացներին։ Վստահեցնում եմ, որ ինչպես միշտ հիմա էլ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ Հայաստանի Հանրապետության պետական շահերի, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ավելի քան 3 տասնամյակ դուք հանրային իշխանության կրողներից պահանջել եք խաղաղություն։ Եվ ահա ձեր երկար սպասումներից ու զրկանքներից հետո մենք հասել ենք մի հանգրվանի, երբ կարող ենք ասել, որ խաղաղությունն իրողություն է, այն ներկա է, շոշափելի է, այսօր է, հիմա է։ Եվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի դուք վայելեք խաղաղության պտուղները եւ որ որևէ բան չսպառնա Հայաստանի Հանրապետության անկախությանը եւ հավերժ գոյությանը։ Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում դա կամ չեն հավատում դրան։ Շնորհակալ եմ։